Սևան համայնքի Վարդսեր բնակավայրում մեկնարկել է Սուբվենցիոն 2 ենթածրագիր։ Սևան համայնքի Վարդսեր բնակավայրի ոռոգման ցանցի կառուցման ծրագիրը համայնքային առաջնահերթություններից մեկն էր, որը պետություն-համայնք համագործակցության արդյունքում դարձավ Սևան համայնքի Զովաբեր, Լճաշեն, Ծաղկունք եւ Վարդսեր բնակավայրերում ոռոգման համակարգի կառուցման աշխատանքներ սուբվենցիոն ծրագրի ենթածրագրերից մեկը։ Զովաբեր, Լճաշեն բնակավայրերից հետո աշխատանքները մեկնարկել են Վարդսեր բնակավայրում, որը ներառում է 6735 գծամետր ոռոգման ցանցի կառուցում։ Ծրագրի պայմանագրային արժեքը 130 միլիոն 996 750 դրամ է։ Պետության ներդրումը 75% է, համայնքի ներդրումը 25%։ Ծրագիրն իրականացվում է ԱՍ 777 ՍՊԸ-ի կողմից։ Այս ենթածրագրի շինաշխատանքներին զուգահեռ մեկնարկել են նաև Վարդսեր բնակավայրի 3-րդ փողոցի ասֆալտապատման աշխատանքները։ Ենթածրագրի շրջանակներում իրականացվելու է 10406 քառակուսիմետր տարածքի ասֆալտապատում եւ բարեկարգում ենթածրագրի պայմանագրային արժեքը 127 միլիոն 989 600 դրամ է, համայնք պետություն 50% համաֆինանսավորմամբ։ Շինաշխատանքներն իրականացվում են Ճանշին ՍՊԸ կապալառու կազմակերպության կողմից։ Սևան համայնքի Դդմաշեն բնակավայրում էլ խաղահրապարակի կառուցման աշխատանքներն ավարտին են մոտենում, որին կհաջորդի կահավորումը։ Հիշեցնենք, որ 2025 թվականին Սևան համայնքում մեկնարկել եւ իրականացվում է մասնակցային բյուջետավորման գործընթացը։ Սուրեն Բարսեղյան, Գնելովանեսյան, Սևանի S-1 հեռուստաընկերություն, Գեղամահոր։